Սիրինես, այսօրվա վլոգը սկսում եմ բարի կեսօրից։ Ամենայն լավն եմ ցանկանում ձեզ եւ ընկել եմ ճանապարհ։ Գնում եմ կոնսերվատորիա ուշացած, այստեղ փոքրիկ էսպիսի նվերներ եմ ընտրել դասատուին եւ ուշացած վազում եմ սիրելիներս։ Ստոպում եմ 5 րոպե ուշացել եմ, զգուշացրեցի որ կուշանամ, Վիկտորն արդեն այնտեղ է։ Խնդիրներ է առաջացել կոնսերվատորիայից որ գամ հետո պետք է տեղ գնամ, ընկերուհուս մայրը ընկել, ասած ուսն է կոտրվել եւ ձեռքն է դուրս ընկել, այսօր վիրահատում են, խնդրած որ գոնե ուշադիր լինեմ երեխաներին, հիմա ջութակից հետո կգնամ իրենց տուն տեսնեմ ինչպես են երեխաները, աղջիկ երեխան 12 տարեկան է, տղան 18, բայց ամենայն դեպս ուշադիր պետք է լինել, ասացի խնդիր չկա։ Սիրելի եվրոպայաբնակ հայեր, մի բան եմ ձեզ հարցնում, այստեղի կյանքից դուք ինչ-որ մի բան հասկանում եք, հասկանալ այն առումով, որ այստեղ կյանք ուղղակի օրը չես հասցնում, լույսը բացվում է, հետո մութ ընկնում եմ, հասկանում որ վերջ վեր կենալու վաղն է, աշխատանքի առօրյա գործերի ժամանակն է ու հետո երեկոյան ժամ քնել, նորից վեր կենալ, այսպես ռոբոտի նման կյանք է այստեղ, ես բարի նախանձով եմ տեսնում, թե մեր հայրենակիցները, մեր հայրենիքում ինչպես են կարողանում օրը վայելել, այստեղ դա չկա, կամ ես եմ սխալվում, գրեք մեկնաբանություններում տեսնեմ ճիշտ եմ նկատել, թե ոչ, մի խոսքով գնամ վազեմ չշանամ, հետո ընթացքում կմիանամ նորից ձեզ։ Vale, entonces dime qué notas son. Son las 6. Entonces voy a intentar hacer son las 6, toma ya y stop. Y nada más. Pero me salga muy bien el ritmo y las notas, los dedos. Eso sería. Vale. Vale, entonces luego digo, ¿qué pasa? El problema es que luego estoy aquí. Y bajar. Y llegamos al do agudo. Սիրելիներս, այստեղ են ասել, այսօր խոսալս չի գալիս, այնքան հոգնած եմ, որ ծունգս ուղղակի հոգնածությունից ցավում է, մեզ մոտ արդեն ժամը 8-ն է լինում, երեխաները մի բան ուտեն, որպեսզի գնան քնելու, իրենց մի բան ուտել են, սա կլինի այսօր, որովհետև այստեղ ճաշկա չեն ուտելու բնականաբար, ցերեկը մաման ֆրիկադելկաներ էր պատրաստել, դա էլ չկերան, Վիկտորյան այսպես մի կերպ կերավ ու գնաց ջութակի, հարևանից մայրն էր ընկել երեկ, գնացել է ուշքը, ձեռքը ու հիմա հիվանդանոցում է, վիրահատությունը պետք անել ու ինձ խնդրել է, որպեսզի տեսնեմ երեխաները ոնց են, մի փոքր օգնեի տան հարցում։ Ջութակից հետո մինչև գնացի եկա հոգնած, կոտորված, հիմա սա Ամերիկին քնացնեմ, մաման ասում է, եթե ժամանակ մնա, ընկույզները շարենք, տեսնեմ, ընկույզները որ չշարենք, այս շփոթ այնքան հոգնած եմ, որ չեմ կենտրոնանում ինչ եմ ասում սիրելիներս։ Սիրելիներս, ողջույն, մեզ մոտ այսօր օրը ուրբաթ է, երեկո է, հոսանքի հետ կապված օր ունենք, զուգահեռ հենց դիմացի հատվածում է գտնվում Lidl խանութն, ասացի մտենք, քանի որ շաբաթ կիրակելն ու վստահ եմ մի բան վերջանալի է, երեխաների համար նախատեսված վերցրեցինք, եկանք տուն, մի փոքր բանը դառնում է սա նա ու նայելու դեպքում ուզում հասկանալ, հա, այստեղ իսկապես այդ արժողության սննդամթերք կա, բայց դե այս ամենին գրեթե վճարել ենք 100 եվրո, 98 ու քանից։ Այ, չգիտեմ սիրելիներս այսպես ուր ու որտեղ, որովհետև ոչ մի ինչ որ չափ չկա, հա, վերահսկողության
ամեն ուրեք թանկացումներ են, ամեն ուրեք։ Ինչև է սիրելիներս, եկեք ցույց տամ, այնպես որ չկարծեք, թե միայն Հայաստանում է թանկացումներ, այստեղ էլ կրկնակի եռակի անգամ ամեն ինչ թանկացել է։ 3 տուփ կաթ եմ վերցրել։ Թունածուկն է, ավելավ է վերցնելուց հենց այսպես իր հեղուկով պատրաստվածը վերցնեք, ոչ ձիթայուղի, ոչ էլ արևածաղկի, որովհետև սա ամենալավն է, բնականն է։ 2 տուփ խնձորի հյութ եմ վերցրել, 2 տուփ սև ձիթապտուղ, 3 տուփ այսպես ֆետա պանիրը, գոնե որը շափով մեր հայկականին է նման, գաուդի եմ վերցրել, այստեղ 2 այսպիսի մակարոն, այնտեղ վիչինա, բանան, հաց 2 տեսակ, լիմոն, մանգո, Էրիկի համար ջողիկ, տանձ, արքայա նարինջ, այստեղ տրյուֆել կոնֆետներն եմ վերցրել, երբևիցե այստեղ չեմ փորձել, անկեղծ լինեմ, մի տեսակ այսպես սիրտս ցանկացավ, ասացել սպասեք վերցնեմ, այս անգամ փորձեմ, տեսնեմ, այստեղինը համով է, հավատացեք, այստեղ 12 տարի լինելու զուգահեռ երբևիցե չեմ փորձել այստեղինը։ Ո՞նց էր, ո՞նց էր գոնջակ, թամնայի մոտ է, ման, բան չկա։ 2 տուփ կարագ եմ վերցրել, այստեղ չամիչ է, 2 տեսակի, ընդեղ եմ, միքս տեսակի և սև սալոր եմ, մանգոն ցույց տվեցի, այստեղ վարունգ եմ վերցրել, պիցա թող պայստային լինի, սենդվիչի համար ինտեգրալ հաց եմ վերցրել, այստեղ Վիկտորիայի սիրած թխված քաբլիթներ, 2 տուփ մալինա եմ գնել, այսպիսի թխվածքներ, սունկ և չիպս։ Սա էլ մեր գնումներն է սիրելիներս, այ այսպիսի փոքրիկ սիրունիկ ձեռագործ, դե իհարկե Էրիկը միայնակ չի պատրաստել, դասատուի հետ է, դասատուի օգնությամբ է պատրաստել, այսպիսի սիրուն տոնական մոմակալ եմ պատրաստել, վրան էլ մոմ են դրել։ Էրիկ, թողնենք էսի ամանորին կփչենք, հա, կվարենք, հետո կփչենք ձեռ։ Պատմի դու ինչ ես հիվանդացել։ Դադա գիշերը շատ արալերեց, Շոքել ես, հիվանդացել ես։ 5 տարալերեց, 5 տարյալ ա դրել քո վրա, կամաց, ու տենց հիվանդացել ես, աման, դրանից ես հիվանդացել, քեզ էլ ցույց տամ, ¿Qué pasó? Eric, me besito ahora, me besito. Ay, abrim terreno, mamá y terreno. Ora, Erika. Esa, ito naman tala, Erika. Kamera yung մեջ։ Աղջիկներս, այսօր այսպիսի տեսք ունեմ, չհարդարված, ուրբաթ է, կարելի է հոգնած, այսօր եթե անկեղնեմ, մի տեսակ ծանր, շատ ծանր օր է եղել, բայց ինչպես ասում են, ամեն բան ունի և սկիզբ և ավարտ, այս բարագայում արդեն ամեն ինչ վերջացել է մի արա, երեխաները վերջ այսօր վերջի օրն էր, վաղվանից արձակուրդ են, մինչև ամսի 7-ը։ Հարցնում է այսօր ձմեռ պապիկին, ես ու Քրիստինան նամակ են գրում, որովհետև ուշացրել ենք այս տարի։ Քրիստինան հարցնում է քանի հատ նվեր, սովորաբար այստեղ ձմեռ պապիկը 3 հատ նվեր է բերում 25-ին, 31-ին և ամսի 6-ին։ Բայց որ իրենց լավ են դրսևորում, մամային չեն ջղայնացնում, խելոք են մնում, դասերը լավ են սովորում, կարող է պատահի ավել նվերներ ստանալ։ Մի խոսքով ձմեռ պապիկին նամակ են գրում, մնացել է 1 հատ նվեր ընտրենք, այստեղ տիկնիկ է ուզում Քրիստինան և մանկասալյակ իր տիկնիկի համար։ Սա էլ էսպես սիրելիներս։
այսօր մեզ մոտ օրը շաբաթ է, չեմ հասցնում վլոգը նկարել, մոնտաժել, տեղադրել։ Ուրեմն առավոտյան գնացել էինք սենյակների ընդհանուր տան համար ներկերի գույներ ընտրելու, որպեսզի ներկեն այս պահին պատերն են ներկում։ Ընտրեցինք, եկանք տուն, Քրիստինաս հիվանդ է, վատառողջ է, ի վերջո այսպես ուղղակի ձևավորեցի տոնածառը, որովհետև Քրիստինաս վատառողջ է, բայց խնդրում եմ, որպեսզի տոնածառը ձևավորենք, քանզի հասկանում եմ, որ ինչքան էլ ուզում է արագ անեն, կարծում եմ, որ չենք հասցնի մինչև ամանոր, այսինքն ամանորն այնտեղ դիմավորել, դրա համար ասացի, լավ, եկեք այս տարի տոնածառը ու ամանոր այստեղ նշենք, ուրիշ տարբերակ չունենք, հա, հետո արդեն Աստծո կամոք կտեղափոխվենք մեր նոր բնակարան, իհարկե ցանկալի կլիներ, որ մենք ամանորը դիմավորենք այնտեղ, հա, ամեն ինչ մաքուր նոր, հա, բայց մենք մեր այս տունն էլ ենք սիրում, քանզի 10 տարի այստեղ ենք ապրել ու մեկ անկեղծ, եթե անկեղծ լինեմ, այնքան ցավ եմ ապրում, որ մենք այստեղից դուրս ենք գալու, որովհետև հեշտ չէ, հա, 10 տարի ապրել ու հետո թողնել։ Բայց կյանքի օրենքն է այդպիսին։ Սիրելիներս, այստեղ խոսում եմ ու հասկանում, որ ես չեմ երևում, ինչ եմ անում, շփոթ եմ պատրաստում։ Արագ ասեմ, գուցե ցանկացող կլինեն այս տարբերակով պատրաստել 3 լիտր ջրին, դրել եմ 300 գրամ ալյուր, 400 գրամ շաքարավազ, 2 թեյ գթալ դարչին, մոտ 10 հատ մեխակ, եթե կարող եք փոշին հենց մեխակի ավելացնել, եթե ունեք, ապա դրեք 1 թեյ գթալ, դա բավական կլինի, որտեղ հոտը գիտեք, որ մեխակի սուր է, բայց այս համեղությանը համեղ հոտ է տալիս, մեխակն ու դարչինը, այնպես որ եթե փոքր չարաշահեք էլ խնդիր չէ։ Այնուհետև ավելացրել եմ 400 գրամ շաքարավազ եւ վերջերիներս չոր բաղադրիչները խառնում եք իրար, հետո ավելացնում եք ջուրը քիչ, այնքան որ ստացվի շիլայա նման զանգված, դա նրա համար, որ գնդիկներ չառաջանան եւ հետո ամբողջությամբ ավելացնում եք սառը ջուրը, դնում եք կրակին եփվելու, բայց եթե վախենում եք, որ կարող է գնդեր առաջանալ, մեկ հատ էլ այսպես մաղի միջոցով քամում եք, գնդերը մնում են մեջը, գթալով անցնում եք, այդ 1-2 գնդիկներն էլ են լուծվում։ Սա էլ այսպես, հիմա սա պատրաստ է, ընկույզներն արդեն բավականին չորացել են, կմցնենք մեջը, կպատվեն շփոթով եւ կախենք չորանալու։ Նաեւ պլաներում կա այսօր պատրաստել նրբաբլիթներ։ Ելնես, միգուցե կմտածեք, որ շուտ է, ինչ նրբաբլիթներ եւ այլն, միգուցե, բայց այսօր արդեն ամսի 20-ն է։ Կարծում եմ ոչ մի բան չի լինի, եթե նրբաբլիթները փաթաթես ու դնես սառցարան, բայց սովորաբար մենք պատրաստում ենք ամսի 25, 26, 27-ի այդ կողմերը, բայց պատկերացնում եք, չէ՞, մեր իրավիճակը, որ մենք պետք է տեղափոխվենք ու ամեն այսպես շատ խառն է լինելու, ամեն բան պետք է հավաքել, տանել ու եթե պետք է այսպես նոր տարին նշենք այստեղ, հետևաբար որոշել եմ ամեն ինչ պատրաստել ժամանակին, դնել սառցախցիկ եւ հետո արդեն այդ օրերին ուղղակի դուրս կբերենք, կպատրաստենք, կնշենք ու կտեղափոխվենք արդեն մեր նոր բնակարան։ Այսօր ներկեր ընտրել եմ, ճիշտ ասած Վիկտորիան, մի տեսակ CNB գույնը, բայց բաց երանգի մեջ, գնացի այնտեղ, ասացի այս գույնը լավ է, հա, այդ երանգի մեջ, եկանք տուն, ահա որ գույնն այսպես ճչացող է ու աչքին հանգիստ չի երևա, խնդրեցի, որ սպիտակ գույն խառնեմ, որ ինչքան հնարավոր է նուրբ լինի, Քրիստինան ինչ-որ այսպես ծիրանագույն ռոզվի է ցանկացել, այդ արդեն ընթացքում կտեսնեք, ընդհանուր տեսքը սիրելիներս, անպայման ձեզ հետ կկիսվեմ, դուք ասեք տեսնեմ պատրաստվում եք ամանորին, ինչ եք արել, դուք պատրաստվում եք տեղադրել ամեն բան, սառցախցիկ, նոր տարվա, հա, այդ համեղ սնունդները, թե դեռ ոչ, թե դեռ շուտ է, ասեք տեսնեմ։ Ես գիտեմ, որ մարդիկ կան դեկտեմբերի սկզբին էլ հենց պատրաստում են ու
այդպես դնում են սարցախցիկ սիրելին այս անկյասին եմ, այս պահին էլ նրբաբլիթներ կան, մենք միշտ տանը լինում է, որտեղ իմ երեխաները չուտող են, հիմնական իրենց այսպես, որ կարող են միս ուտել, դա միայն այդ տարբերակով է, դրա համար այս պահին էլ կա, բայց նոր, որ թարմ լինի, կպատրաստենք ամանորի համար կմնա, էդ էլ այդպես, բայ երիկ, խնդրեմ, ակրոբատն է մեր տա, Քրիստինաս ջերմում է, ասաց մամա, տաքությունս բարձրանում է, երեխան զարդարում էր, հետո թողեց գնաց, ասացի Քրիս, քեզ լավ չես զգում, ասաց չէ մամ, մի տեսակ մրսում եմ, զգացի, որ եմը տաքությունը դեղը տվեցի ու քնեց։ Այդպես աղջիկներս, դե գնանք շարունակենք մեր գործերը, հետո նորից կգամ, ձեզ կմիանամ։ Ջանում, որ արդեն լավ տաքացել է, ավելացնեմ 150 գրամ դոշաբը, խառնեմ և եփեմ այնքան մինչև որ թանձրանա։ Յունա Քրիստիկ, դու կուտես, Կպոցեմ։ կփորձես, Սիրելիներս, քանի ժամանակ ունեի, պատրաստել եմ այսպիսի խմորիչով համեղ բուլկի, կարող եք փոքր չափսերի պատրաստել, կարող եք մեծ, ցանկությունը ձերն է, միջուկը դրել եմ կարմիր կակաչի սերմեր և ահա այսպիսի տեսք ունի, խորհուրդ եմ տալիս պատրաստել Բաղադրատոմս իմ խոհարարական ալիքում կա սիրելիներս։ Այստեղ էլ նրբաբլիթներն եմ պատրաստել, գիտեմ, որ շատ քիչ բաղադրիչներից է, այսինքն ես չէ, մամայի բաղադրատոմսն է, փաստորեն 3 հավկիթից, այ այսքան նրբաբլիթներ են ստացվում, իսկապես շատ պարզ արագ բաղադրատոմս է, ցավոք սրտի մաման չցանկացավ խոսել ոչ մի կերպ, ես էլ զայրացա, ասում եմ, դե որ չես ցանկանում, այսպես լուռ ու մունջ կնկարեմ, ուղղակի ցույց կտամ, եթե ցանկանաք բաղադրատոմսը վլոգի հատվածում կգրեմ անպայման։ Սիրելիներս, այստեղ էլ խճողակն ենք մոտ պատրաստ, միսը նախորդ քաշել ենք, ավելացրել ենք մանր կտրատած սոխը, միսը խաշում դնում ենք մի կողմ, սոխը տապակում ենք, ես մի փոքր կարակ եմ դնում և ձիթայուղ, սոխը մոտ 3-ից 4 հատ մեծ այսպես սոխերը կտրատում մանր և ավելացնում, բայց որպեսզի չժարիվի, գույնը հենց սկսում է սպիտակել, արդեն ավելացնում եմ նախապես խաշված միսը, տրորում եմ, որպեսզի այսպեսի զանգված դառնա, ավելացնում եմ համեմունքներից միայն աղ, սև պղպեղ և կարմիր պղպեղ քաղցր, եթե կծուի սիրահար եք, կարող եք կծուն ավելացնել, կանաչիներից ավելացնում եմ թարմ սամիտ, 4 ռեհան և 4 սամիտ։ Իսկ արդեն կանաչին ձեր ընտրությանը կարող է լինել, ով ինչպես որ ցանկանում է։ Ահա։ Սա էլ պատրաստ է, մի փոքր թող սառչի, որպեսզի արդեն նրբաբլիթները փաթաթենք։ Սիրելիներս, անսպասելի հայտնվել են կինոթատրոնում, Արտուրը եկավ տուն, առաջարկեց, որպեսզի գնանք ֆիլմ դիտենք, ի սկզբանե Տարիքայինը ֆիլմը թույլատրվում է դիտել 12 տարեկանից բարձր երեխաներին, որոշեցինք, որ Վիկտորիան կարող է մեզ հետ գալ, որովհետև այնպիսի կադրեր չկա, որ կարող է սարսափեցնել, կամ 18+ կադրեր լինեն, համենայն դեպս Վիկտորիան ոչ մի կերպ տանից չցանկացավ դուրս գալ, դե բնականաբար Քրիստինան չէր կարող գալ, մենք գնացել ենք երկուսով, ֆիլմը բավականին երկար է, 3 ժամ ու մի քանի վայրկյան ավել, բայց բավականին լավն էր, հետաքրքիր էր և եթե հաջորդ շրջանն էլ դուրս կգա, կարծում եմ վերջինը եղել է մոտ 2 տարի առաջ, սա նույնպես 2 տարի հետո նորը կթողարկեն, համենայն դեպս լավն էր, հաճելի էր, 3 ժամ ժամանակ անցկացրեցինք միասին առանց երեխաների, խեղճ մամայի հետ, լավ է որ գոնե քնել էին, որովհետև ֆիլմը սկսում էր 9:30, եկել ենք տուն գրեթե ժամը 1:30 կողմերը, դիտեցինք, հանգստացանք ու եկանք տուն սիրելիներս, վաղը նոր օր, նոր օրվա շարունակություն, շատ գործեր, պլան